Հապտիկ ծխելը չեմ ուզում, բայց ծխում եմ։ Ուրեմն ծխելու համար այստեղ կա ոչ թե ծխելու խնդիր, այլ կախվածության։ Այստեղ ոչ թե մեղքը ծխելն է, այլ արդեն մեղքը ձևավորվում է դառնալով կախվածություն։ Դա մեղք չի, դա անհավատությունն է, որի հետևանքով միայն ծխելը չի։ Այստեղ այնքան բաներ կա, որ ծխելը բոլոր հարկում է գտնվում։ Սակայն դա նույնպես կախվածություն է։ Մարդը, որը 3 մաշկա ծխում է ու չի կարող ազատվել, չի կարող ուզում, դա կախվածություն է։ Սակայն այստեղ հաստատ ուշադրությունը չի դարձնում, որ ծխելու վրա եւ հաստատ մարդը չի ուղում, որ ասում դու ինչ ես ծխում։ Դա մեղք մի ծխի։ Եթե մարդը չի ուզում, գալիս Աստծո առաջ եւ խնդրում է Տեր, չեմ ուզում ծխել։ Խնդրում եմ ուշ ինձ ազատում ես ծխախոտից ու Աստված ազատում է։ Եվ Աստված տենալա քո ջանքը, քո երանդը, քո փափագը, քո ներվերը, Աստված միջոց կանի։ Կարող Աստված չի ազատում, որ քո մոտ դա քեզ ճնշի, ավելի քեզ նեղություն տա, որպեսզի հետագայում ազատվելուց հետո դու այնքան գոհ լինես, ինչեւ քո կյանքի վերջը այնքան գոհ լինես, որ սիգարետին հերվիս նայելով, ես ազնիվ եմ ազատվել, Աստված ինձ փրկել աղակի։ Ինչ սիգարետ, ինչ ծխել։ Իսկ եթե այնպես հեշտ ու հանգիստ քեզ ազատի սիգարետից, դու կարող ես ասես, ստելա ոչինչ ազատել էլի չդանք, չէ։ Այստեղ Աստծո կատարած գործը արժեքավոր ես դու։ Եթե Աստված մի բան կատարում է քո կյանքում, դու արժեք չես ներկայացնում ընթացքում։ Կրկին անդրադառնում ես քո ոչինչ, դե Աստված տենում է, բան չի տենում։ Դե որ ոչ ես արժեքավորում իր կատարածը, չի ազատի։ Ավելի կբարթանա քո մոտ։ Ու այստեղ տեղնայում է քո վերաբերմունքը, թե դու ինչ կերպ, վրիպեցիր։ Այստեղ չափեր կանես։ Չեմ ասում Աստված հոսեց, կանգնելա որ հանգարց ծխես քեզ մեծ պատժելու չէ, բայց դու ազատելով դժվար թե վերադառնաս, հասկանաս էլի այդքան որ Աստվածից քանից չարչարվեցի աղոթքով, ու Աստված ազատեց ու վերադառնաս իմ կմիտքից։ Դու ինքդ էլ չես ուզենա։ Սակայն Աստված չի նայում որ դու ծխում ես քեզ չորշնի։ Քեզ կորշնի, սակայն եթե դու անհոգ ես, ինչ ազատելու մասն է խոսքը։